Մի շարք որոշումներ են կայացել, որոնք այսպես ասած ծանոթ են դարձել կյանքը հայտարարի դրասողների, ունենք բավական մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ եւ նաեւ ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց Այս հայտարարությունը պետական եկամուտների կոմիտեի նախագահն ընդամենը նոր առաջ արեց։ Ես էլ որպես Հայաստանի պարտաճանաչ քաղաքացի ոգևորվեցի եւ որոշեցի լրացնել տարեկան եկամուտների հայտարարագիրս։ Երրորդ օրն է, այդպես էլ չեմ կարողանում։ 750,000-ից ավելի գրանցված աշխատող կա Հայաստանում, նրանցից միայն 54,000-ն է նախորդ տարվա ֆինանսական միջոցների տվյալները պետեկամուտների կոմիտե ներկայացրել։ Այսինքն պարզ հաշվարկով կես տարում իր ուսերին դրված պարտականությունը քաղաքացիների անգամ 10%-ը չի կատարել, թեպետ օրինակ պետնախագահը հարցին այլ դիտանկյունից է նայում։ Իրականը դինամիկան է, ասենք երբ որ նայում ենք օրինակ թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր դրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա։ Փորձագիտական համայնքում ճիշտ հակառակ կարծիքներն են, պնդում են թվերը համակարգի ձախողման մասին են խոսում։ Ռեսպան դիրող իրավիճակը հենց նույն թվերը ինքնին վկայում են, որ նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշին չեն ասել, որովհետև նախորդ տարի պետք է լրացնեին միայն կազմակերպությունների սեփականատերերը եւ որոշակի կրիտերիաներ կար փոխառություն ստացած եւ տրամադրված անձինք, որոնց նախորդ տարվա ցուցանիշը, եթե չեմ սխալվում, 60,000 անձ էր լրացրել մայիսի 1-ի դրությամբ։ Մենք արդեն ավարտում ենք մայիսը, բայց նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշին չենք ասել։ Այս թիվը, որ մենք հաշվարկում ենք, այս թվի մեջ մտնում են անձինք, ովքեր որ արդեն 3-4 տարի որպես պետական պաշտոնյաներ կամ հանրային ծառայողներ, քաղաքական գործիչներ արդեն իսկ ներկայացնում են։ Ու բնականաբար քաղաքական գործիչների հետ փոխկապակցված անձինք նույնպես հայտարարագիր են ներկայացնում, այսինքն այս թվի մեջ մի շատ զգայուն տեղ ունի նաև այն անձինք, ովքեր որ պարտավորված են։ Այն, որ այս պահին հայտարարագրվածների թիվը փոքր է, խորհրդարանում նաև իշխանական падգամավորներն են խոստովանել։ Հիմնական 3 պատճառ են առաջ բերում, երկուսը տեխնիկական, մեկն էլ բնականաբար մեղադրանք է ընդդիմության ուղղությամբ, դեմոտիվացրել են մարդկանց։ Հիմնական պատճառն այն է, որ մարդը չի հասկանում, թե ինչու պետք է ներկայացնի հայտարարագիր։ Ընդդիմության գործոնը այստեղ կարելի է հանել, որտեղ ընդդիմությունը նույնիսկ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում չի եղել, որպեսզի մի բան էլ վախեցնի, նույնիսկ մեկը մի հարց չի բարձրացրել, թե ինչու եք ընդունում այս օրենքը եւ սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հայտարարագիր լրացրած 54,000 քաղաքացիներից նկատենք նաեւ ավելի քան 23,000-ը սոցիալական կրեդիտ է հետ ստացել, այսինքն պետությանն ասել են ինչ ու ինչքան են ունեցել, կրթական ու առողջապահական ծախսերի համար պետությունը հետ է վերադարձրել համապատասխանաբար 50 ու 100 հազարականները, ինչպես խոստացել էր։ Հստակ թվեր հունվարի 1-ից մինչև ապրիլի 28-ը 4 ամսում հայտարարագրված 16,271 քաղաքացի էր փող հետ ստացել։ Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում թիվը միանգամից ավելացել է 7,000-ով, այսինքն գրեթե կիսով չափ 4 ամիսների տվյալի համեմատ։ Այո, մոտիվացիան եղել է 50-ից 100 հազարական դրամներ փոխհատուցումը ստանալը, որը որ շատերի համար իհարկե դրական է։ Քաղաքացիները զանգում հարցնում էին ոչ թե նրա մասին, թե ինչպես լրացնել հայտարարագիրը, այլ հարցնում էին մենք ինչպես ստանանք այդ սոցիալական կրեդիտը։ Բարեփոխման համար պետք չի պարտադրել։ Մի կողմից մարդը ասում է դուք հայտարարագրեք, որ ես ձեզ օգնեմ, հաջորդ կողմից ամենասոցիալապես խոցելի խավին կեսաթոշակառուներին 500,000-ից ավելի եւ 80,000-ից ավելի սոցիալական նպաստացողներին ասում ենք ձեզ չենք կարողանալու գումար վճարենք։ Այնուամենայնիվ, որտեղ պետությունը սխալվեց, որ փուլում ձախողեց գործընթացը, փորձագետի, աուդիտորների պալատի նախագահի ու նախկին падգամավորի պատասխանը միանգամից է ու մեկը ամենասկզբից։ Իշխանությունը արդեն իսկ ձախողում էր պետական քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, երբ որ այսպիսի նախագծեր էր ներդնում։ Թերևս երբ ազգային ժողովում օրենքը ընդունվեց, ես հիշում եմ, որ ազգային ժողովում քննարկում չիրականացվեց։ Ներսում այդ պահին միայն իշխանություն էր, բնականաբար նույնիսկ իրենք շատ լավ չէին պատկերացնում ինչ է սպասվում, ինչ համակարգ է։ Փորձեցին արագ օրենքը ընդունել, միայն նրա համար, որպեսզի ասեն մենք օրենքը ընդունեցինք, այսինքն կատարեցինք մեր գործը։ Մարդիկ այդ օրենքի մասին իմացան միայն այն պահից սկսած, երբ սկսվեց հետ հաշվարկը հայտարարագրերի լրացմամբ։
Նույնականացման քարտերի պակասի մասին արդեն երևի անիմաստ է խոսելը, որը հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար չունի այլընտրանք, բայց Սուրանկյունը մի նոր, ինչպես իշխանականներն են ձևակերպում, տեխնիկական խնդիր է բացահայտում։ Հիշենք, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար կառավարությունը համակարգի գործարկումից անմիջապես հետո բոլորիս սկսեց ուղղորդել բջջային կապի օպերատորների գրասենյակ։ Երևի թե մոռացել են նշել, թվային ստորագրություն կարող եք ունենալ, եթե հեռախոսի ֆիզիկական քարտ ունեք, իսկ եթե հեռախոսը չունի համապատասխան հնարավորություն եւ քարտն ինքն էլ իր հերթին էլեկտրոնային է, eSIM, դեռ տանը մնացեք։ Փնթի կառավարման արդյունք է, կառավարիչը պետք է գնահատի դրա տեխնիկական հնարավորությունը, այսինքն քո ցանկությունը գործողության մեջ դնելու համար։ Ունես բավարար ռեսուրս, թե չունես։ Հիմա ակնհայտ է, որ չունեն այդ բավարար ռեսուրսները, այսինքն նրանք միայն տեխնիկական հարցերից ելնելով արդեն իսկ պետք է որոշմանը չգային։ Անցնող ամիսների ընթացքում շատ խոսվեց նաև միջազգային պրակտիկայի մասին, մեզ համեմատեցին ամերիկացիների, եվրոպացիների հետ, դե նրանք էլ են հայտարարագիր լրացնում, ինչով ենք նրանցից պակաս, եթե չհաշվենք մեր ու նրանց աշխատավարձերի, հետո էլ ապրելակերպի տարբերությունները, որոնք այնքան էլ աննշան չնչին չեն։ Նրանք ասում են, եթե դուք ստացել եք պայմանականորեն $10,000 եկամուտ տարեկան կտրվածքով, բայց ձեր ծախսերը կազմել են $15,000, ունեք $5,000 հավելյալ խնդիր, պետությունը ձեզ կաջակցի։ Հայտարարագիրը ներկայացրեք կամավոր, որpիսի մենք տեսնենք, այո, դուք ազնիվ եք, այո, ձեր աշխատավարձը կամ եկամուտը չի բավարարել, որpիսի արժանապատիվ ապրեք, տարբերությունը պետությունը ձեզ կփոխհատուցի։ Հայաստանը չի ապահովում դա։ Հայաստանը հակառակ ասում է, ձեր եկամուտները բերեք ես հարկեմ, ինչ չի տարբերում դուք ձեր ծախսերը կհասցնեք, թե չէ։ Հենց նույն եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում այս համակարգը քաղաքացիները չեն դրացնում, դա արդեն ինքնաշխատ կերպով է։ Քաղաքացու կյանքը ըստ էության բարդացել ու առանց գաղտնիքների է մնացել։ Ահա այն արդյունքը, որ գոնե մինչև հիմա հասցրել ենք գրանցել։ Այո, նաև առանց գաղտնիքների, մեր ամենափակ բանկային գաղտնիքն է բացվել արդեն անգամ 3-րդ անձանց համար։ Իրական Հայաստանում էլ բանկային գաղտնիք չկա ու այստեղ ուշադրությունը սևեռենք հանրային քաղաքական խոսույթում վերջերս տարածված մի մտքի վրա, որի մասին չգրեցին, չխոսեցին։ Մի պարզ օրինակ, հիշենք, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մինչև այժմ տրամադրվող հայտնի սոցաջակցությունը 40 գումարած 10,000-ը։ Կառավարությունը որոշել էր կրճատել եւ գումարի չափը եւ այն ստացող քաղաքացիների թիվը։ Հիմնավորումներ հնչեցին, արցախցիներ կան, մեծ եկամուտներ ունեն, ինչու պիտի սոցաջակցության շահառու լինեն։ Տեսնես կառավարությունում որտեղից էին իմացել։ Ինչ է մնում Պեկին, որ դա ինքնաշխատ կերպով իրականացնի, այսինքն քաղաքացին այլևս չմտնի եւ ձեռքով հատիկ չլրացնի իր տվյալները։ Հայտարարագրման ժամկետը մի անգամ երկարաձգվեց մինչև նոյեմբեր, այդ ամիս կամ դրանից հետո ինչ կլինի, ինչ կունենանք։ Մասնագետներն առավելապես պնդում են, որ իշխանությունները կգնան կրկնակի հետաձգման։ Իշխանությունը կարծում եմ կգնա մինչև նոյեմբեր փնտրտուքներով զբաղվելու, թե ինչպիսի հիմնավորում ներկայացնի, որ նոյեմբերի 1-ը դեռևս արդարացված չի։ Հիմա իրանք այդ փնտրտուքների մեջ են, բայց մենք նաև իրանց մյուս կողմից դրել ենք այնպիսի կաղապարների մեջ, որ չեն կարողանում ասել, այսինչ պատճառաբանությամբ ենք հետաձգում, այսինքն ցանկացած պարագայում հենց հետաձգում կամ չեղարկումը տեղի ունեցավ, իրենց գիտակցության մեջ մնում է, որ դա հասարակության աշխատանքի արդյունքն է։ Ինքս հիմա ես առայժմ չեմ լրացնում, չեմ հորդորում իմ մերձակաշրջապատին, ընկերներին, բարեկամներին լրացնել, քանի որ ՊԵԿ-ը անընդհատ մենք տեսնում ենք, որ փոփոխություններ եւ որոշումներ է մտցնում։ Իդեպ մասնագետներն այս ընթացքում նաև նկատել են, որ բազում քաղաքացիներ միջազգային բանկային քարտեր են պատվիրում, որոնց արդեն ոչ մեր ՊԵԿ-ը, ոչ էլ կենտրոնական բանկը հասանելիություն չեն կարող ունենալ։ Էլի գալիս ենք այն եզրահանգման, որ եթե մարդիկ ցանկանում են թաքցնել, իրական եկամուտները կարող են թաքցնել։ Բա էլ ինչպես կոռուպցիայի դեմն այս տարբերակով առնել, այս ճակատում էլ պարտություն կամ լավ, գոնե ոչ ցանկալի իրական արդյունք, իսկ պատասխան գտնվեց 5-10,000 դրամ տուգանվելուց հետո հայտարարագիր չլրացնելու դեպքում ճաղերից այն կողմ են գնալու մեր քաղաքացիները քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով։ Մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմինից։ Տխուր է, բարդ են, անշուշտ բարդ են մեր օրերը։ Էդուարդ Պողոսյան, Զորհեբ Քարամյան, Սուրանկյուն։